Հələ Ստոպ։ Այդ վերջի տողը չտե դուրս չեկա, վանկապ էր։ Հələ նորից կարդա։ Փախչելով հետախուզումից եւ քողարկվելով Արցախյան ազատամարտում ունեցած իր կասկածելի հեղինակությամբ, Արման Արամյանը փաստորեն զբաղվել է թմրանյութերի տարանցիկ առևտրով։ Հանցավոր կապի մեջ մտնելով քրեական հեղինակություն նալ մականունով ոմանց Սահակ Ջանունցի հետ։ Այդ բանը նալ էդիսիկտիր արա դիպետ չի։ Ես դրան բաց եմ թողելու։ Ինձ պետքա որ այդ գործի մեջ Արամյանը մենակը լինի։ Շարունակի Ավչարեն գոջան, շարունակի։ Արամյանը մոր հուղարկավորությանը մասնակցելու պատրվակով 5 կիլոգրամ հերոին տիպի թմրանյութ է փորձել տեղափոխել Արցախ, այնտեղից այն իր ադրբեջանցի հանցակիցներին վաճառելու մտադրությամբ։ Սրանով նա ոչ միայն ստվեր է գծում իր զինակիցների եւ առհասարակ մեր սրբազան գոյամարտի, այլև միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության վրա, այլև միջազգային այս միտողը չի ստացվում, պարոն փոխնախարար, չգիտեմ ինչի, միջազգային Սենց գրի։ Այլև Վահագն Աստծու Երեգան փողից դուրս ելնող հայոց հոգու վրա, չէ, հայոց ոգու վրա։ Լավ է, չէ, վաճո։ Հորսարը ցենտրա։ Վարդանյան, հələ դուստե։ Հա, շեփ։ Հələ կարդա այսի։ Հա, իսկապես գեղեցիկ է, պարոն փոխնախարար, միայն թե ինչքան հիշում եմ, ոչ թե հայոց ոգին, այլ Վահագն Աստված ինքն էր Ելեգան փողից դուրս եկել։ Չէ, բայց իրոք ձեր տարբերակն է յուրովի է։ Թարմ է։ Թարմ։ Դե ուրեմն մի գնա ու թարմ բուղը վրեն տպե։ Այո, պարոն։ Վաճիկի հարցերը լուծեք։ Բայց արդեն լուծել ենք, պարոն փոխնախարար։ Քիչ էլ լուծեք։ Ոնց ասեմ։ Չէ բարավիկ ջան։ Գնացիք վաճիկ։ Հաջողություն ասեմ։ Ինչ եմ ասում, մեն թե հաստատ 100% զբաղեց բազարը թերթերում տպելու է։ Ինձ էլ հանեց որ չկարնամ վրես վեկալ եմ, ուրեմն իշքան թերթ մերթ կա սաղսվերդիտ ես անում, գտնում ես հոբանման չեն տպելու, ու կոնկրետ ով է տպելու, գտնում ես դրան ու ճոգեցիր, չէ։ Պարզ ախպեր։ Հիմա ետևիցս մանրից գալիս նստում ես մաշինան։ Թիվ արա, թիվն ասա, մենք ինչքան է տվել։ 100, это $50։ Չեմ գրի, չեմ տպի, խոսանում եմ։ Դու երկար, շատ երկար վաղ չես գրի, չես տպի, այ թող իպի։ Մի հատ ծխելու տուր։ Ստե չեն ծխել։ Անունդ ինչ է։ Շեղվում ես կասկածյալ։ Չէ լավ, արի տղամարդու պես խոսանք։ Կյանքիդ մեջ գոնե մի անգամ լավ բան արած կաս։ Բա հիմա ինչ եմ անում։ Մարդկանց ուզում եմ ազատել քո նման տականքներից։ Այդ մարդիկ են խնդրել։ Չէ, օրենքը։ Ձեր օրենքը, ձեր։
Այն որ սիրամարգի փետուրներով ու հնդուշկի ուղեղով։ Լսի, դու ինձ արդեն ձանձրացնում ես։ Թարգի այդ տղա։ Իմ համբերության բաժակը լցվեց։ Դե բեր մի հատ վրից ֆրթցնեմ։ Ոյ քո տիրոջում է։ Դու մեղ չունես, դու վետերոկի շուն ես, բայց այս խորովածից քեզ չի հասնելու։ Քիքն էլ չի հասնելու։ Քեր երեխեքին ոնց եք նայում։ Դու մեր երեխեքի դեմքին ոնց եք նայում։ Դե մարշի բազուկներ։ Չկա, մար չկա։ Հələ մի հատ դրան տարեք փագեք դրան հələ։ Դու սրանի քնն ես արա, սրան գյուլել է պետք, գյուլել։ Վարդանյան։ Հələ մի հատ կարդա։ Կարող է ես գործել եմ։ Մի հատ քթի։ Շեֆ ջան, Հա։ հենց նոր այդ տղեն զանգեց, այդ վաչիկը։ Ու։ Ասեց ինչ-որ վատ առողջ է, ինչ է։ Ես իրենց գլխավոր խմբագրի հետ ճշտեցի, ծեծել են։ Շեֆ ջան, դեմքի վրա մի առողջ տեղ չկա, բայց լռում է։ Չի ասում ով է եղել, ինչ է եղել, երբ է եղել։ Ես ինքը խիազանգում։ Ես։ Գնա։ Այո։ Բարև։ Հավայց։ Չէ, բայց։ Չէ, դու մի հատ էլ ինձ լսի, հա։ Սարքել։ Ինչ եմ սարքել։ Հանգստացի, հա։ Հա։ Ով ասեց տեղը չգիտեմ։ Ես ու դու իմ ու քո ընկերներով չենք սարքել այս պատմությունը։ Ղարաբաղի հարցը իմ սաղ կյանքի հարցն է, դու էդի լավ գիտես։ Մենակ թե առանց քֆուր քյաֆարի, հա։ Ինչի եմ դեբիլ։ Ոնց թե ազատ եմ։ Հանցագործին։ Հա։ Չեխի եմ հակաճառում։ Հա, լավ, խես կլվում, մորսել կպար, հենի որ քո առաջ միլիարդ անգամ հացա դրե։ Ոնց, իմ ձեռով, չէ բան չեմ ասում, բայց, հա կգնամ, հա, հիմա, հեսա գնում եմ։ Վարդանյան! Հա, շեֆ ջան։ Այդ ժուրնալիստին չբերեք։ Ոնց թե։ Այդ հոդվածը լավ եղավ, որ չեղավ։ Այդ Արամյանն էլ բաց ենք թողնում։ Հենց հիմա գնում եմ մեկուսարան։ Գնա։ Գնա ասի! Շատ նեղացած եմ, պարոն գեներալ։ Այսինքն ումից։ Այդ լավ տղուց։ Այսօր տենց բան ասեց, որ Նստի։ Այդ էլ անում եմ, էլի։ այսօր որ ինձ տեսար, ոնց ասիր։ Մենտ։ Չէ։ Ես մենտ չեմ։ Ես մարդ եմ։ Քեզ նման բոյով բուսաթով մի լավ տղա ունեինք։ Սերժանտ էր։ Վռամ էր անունը։ Ոնց թե։ Խանամիրյան Վռամը։ Հա, պարոն գեներալ, Վռամը։ Մեր լավ Վռամը։ Ու մենակ Վռամը չէր։ Գիտես, քանի տենց տղեր գնացին։ Ներող կլնես։ Ախր համակարգում հիմա էլ կարգին ոսկի տղեր կան, բայց ինչ անենք, ինչ անենք, որ պատովը գլուխներս տանք, որ մենակ կինոներում հանցագործ ու զենք են տեսել ու լացիրակներին բերե մեր գլխին թակավորներ են կարգել, որ մեր պատիվն ու ֆորմեն խայտարական են։ Ահա, եկավ մեր նաչալնիկը։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Ինձ զանգեցին, ճիշտ ասած։ Զանգեցին, լա։ Ես այդ ժամանակ քեզ զանգողի կողքը նստած էի։ Դե կարգադրեցին։
Այն տղային վանոցին էլ ենք բաց թողել։ Սա ինչ-որ դյուրիմացություն է։ Այս կամերան հեչ։ Այս կամերաները իր համար սանատորիա են։ Իսկ ու քո նմանների համար մասնագիտություն։ Քո տարիքի տղերք ընդ կռվում են քեզ համար, որ դու իրենց հրամանատարին բերես խուցը մտցնես։ Պարոն գեներալ, գնանք ինձ մոտ, ամեն ինչ կբացատրեմ։ Կգնաս անմեղ մարդկանց գլխին գործ սարքողներիդ ու թաղայիններիդ կբացատրես։ Հարամյան, գնացինք։ Սատանեկի աղոթի խփեն հետ չգա։ Դու եք հասցուն աղոթի, որ խփեն հետ չգաս։ Ինչ ես ծծվել։ Գնամ իմ բաժակ ջուր բեր։ Իմ մենակ մնալը հեչ։ Գոնե մի անգամ հորդ լս։ Հետ արի այ բալա, հետ արի։ Որդ վերջին բառը գիտես ինչ էր։ Չասեց, չկարողացավ։ Գիտեմ, հարման ասել։ Գիտես ինչ եմ ասելու։ Մենակ մի բան ասա, տղամարդու պես։ Եթե դրա գլխին չխփվի, քեզ սաղ կյանքդ ինձ անասում եմ։ Հասկանում եմ։ Հումորիստական ակցիա ես արել, հա? Դաստիարակել ես մարդը։ Գեներալ ջան, մի անգամ եմ խփանես։ Ասա։ Իե։ Դե չի կարևորեցիր այդ տղա։ Հրանժեշտ տալու է մարդը։ Հա, բայց Որ են գնում։ մոտիկա, հեռու չի։ Ժորիկի տեղնասի։ Ճիշտ էլ գիտեի, որ ստեղեց գալու։ Ցավը տանեմ։ Սուպեր, ոնց եք։ Զույլ աղջիկա, մեր քուրն է։ Ապես երկու մանեթ մոտդ բայ պետք է գա։ Օպեր չնեղանաս, բայց Ղարաբաղում փողին չեմ անում, ցավը տանեմ։ Լավ։ Վարսանամ գամ կխոսանք ապա։ Գնա։ Արև։ Մտի։ Շուշանը տունը չի։ Չէ, Շուշանը այսօր բարում աշխատանքի է։ Ես էլ ուզում եի գնալ հյուրանոցում աշխատեի, բայց չթողեց։ Ճիշտ արես։ Ճիշտ չարեց։ Հիմա կգամ։ Եմ փողոտուրն է։ Սնգա։ Իսկ ես արդեն երկրորդ կուրսում եմ։ Սուրճ խմենք։ Չէ, չեմ ուզում։ Մարի, ես գնում եմ։ Նորից։
Ես հասկացա։ Ես այդ ոչինչ չի լինի։ Ոչ մի վատ բան։ Որովհետև չի կարող այսքան վատ բան լինել ինձ հետ։ Մարի, ամեն ինչ լավ կլինի։ Արման։ Գերմաներեն հետ լավ կսովորես։ Արման։ Նա լինել կվստահես ինքը իմ ընկերն է։ Գալիս եմ հետդ։ Շուշանին կլսես, Լիզային էլ ինքը իմաստուն կին է։ Հետդ եմ գալիս։ Չէ, դու մնում ես, ես գնում եմ։ Ես հեռու եմ գնում։ Մի վախեցիր։ Գնացի սոպեր։ Իրան լավ կնայ սոպեր, քրոջ պես։ Ինքը իմ քուրն է։ Մնում է հետ գաս։ Թեկուզ իր համար։ Երեխայի հալը լավ կնայի կոպեր։ Ասի ինքը իմ քուրն է։ Դու իմ աղբերն ես։ Սաղին կխփեմ ստե իր համար։ Գնացի ապեր։ Գնացի կոպեր, տավ։ Զոհվածներին ու վիրավորներին Ուրալներով ուղարկել եմ Ստեփանակերտ։ Մեքենաները, որ վերադառնան, հետները բենզին ու սալյարկա կբերեն։ Վառելիքի ենզեն հենց ստեղ հասնի, սկսում ենք։ Էշ մի սատկի գարուն կգա։ Միջև վառելիքը գա Երևանից, ձմեռն էլ կգա։ Պետք է անենք այնպես, ոնց որ միշտ արել ենք։ Դրանց վառելիքի զապասները այստեղը։ Ռեսկի հարցակում է պետք։ Ու քո գնդի վառելիքի հարցը լրիվ լուծված է։ Հարցակման պլանը ուրիշ լոգիկա ունի։ Լոգիկան մեկն է գնդապետ։ Հաղթել ինչ գնով ուզում լինի։ Եթե մեր պաշտպանության գիծը կարողանանք 15-18 կիլոմետրով առաջ տանենք, ֆրոնտի լրիվ հարցերեք լուծենք։ Դրանով պատերազմը կվերջանա։ Իմ ջոկատը կվերցնի թուրքերի գսերնա, բայց երկար մենք կարել չենք պայել։ Միակ խափելու մանևր է պետք մեզ։ Խափող մանևրը օբշի օպերացիային է պետք։ Մենք հարցակման երկու ուղղություն ունենք, բայց նախորոք ձախ շրջանցումով պիտի խափենք նրանց։ Շտաբի պլանով ֆրոնտի գծի ձախ թևից ուժգին ֆաշ հարված ենք հասցնում։ Որ ճշտամի մտածի, թե իբր հարվածի գլխավոր ուղղությունը դա է։ Բնականաբար իրենց հրետանին կողեն այս ուղղությամբ։ Թուրքերը իրենց հիմնական ուժերը կտեղափոխեն ֆաշ հարվածի ուղղությամբ։ Այդպես չի Արամյան։ Իմիջայլոց, սա մեր արմալի մտածած ֆոկուսն է։ Մեր մարտական օպերացիայի ամենադժվար մասն է սա։ Ֆալշ հարվածը պիտի լինի, անպայման պիտի լինի, թեկուզ մեռնել ապրելու գնով։ Ու պիտի էֆեկտնի լինի, որ կարողանանք շեղենք նրանց ուշադրությունը մի 4-5 ժամ, մինչև մեր հիմնական ուժերը տեղափոխենք նրանց համարյա թիկունքը ու ռեսկի խփենք երկու ուղղությամբ։ Առաջի գծի վրա պիտի լինի իմ ջոկատը։ Հասկացա։ Ամեն մեկը կլինի այնտեղ, որտեղ կորոշի շտաբը, բոյից 2 ժամ առաջ։ Բոլոր անձնական ամբիցիաները թողնում ենք։
Մեր օպերացիայից է կախված ամեն ինչ։ Ազատ եք։ Արամյան, դու մնա։ Արման ջան, քեզ հատուկ հանձնարարություն ունենք։ Արման, արի քարտեզին։ Ֆալշ հարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում են քեզ վրա։ Գիշերով ռազը դրետ կանեք։ Տեղանքը ուսումնասիրելու համար։ Տեղանքի ռեկա գնասիրով կան քեզ շատ պետք է գե։ Շատ մարդ չեմ կարատամ։ Դե գիտես, այդքան մարդ չունենք։ 50-60 հոգի։ Չունեմ։ Մաքսիմում 30։ 30 հոգի, հա։ Հարցակման իմիտացիա։ Ասում էիր 7-8 հոգով էլ կարելի է։ Դա։ Ստարտի համար իհարկե 100-120 հոգի կստանաս։ Քեզ կմիանա 6-րդ գումարտակ եւ 4-րդ ջոկատը։ Նստիր։ Հենց որ թուրքերը հարձակվեն, մերոն կնահանջեն։ Դու ամբողջ հարվածը քեզ վրա պետք է ընդունես։ Առնվազն 2 ժամ պիտի դիմանաս։ Հասկացա։ Ազատ եմ։ Ազատ ես։ Տղերքին ասեմ գոնե նամակ գրեն տուն։ Ոչ մի նամակ։ Քեզ էլ խորհուրդ չէի տա։ Դու ապրելու մասին մտածի։ Նամակ կգրեք օպերացիայից հետո։ Ֆոտոներ էլ կուղարկեք։ Երևի Հունան Ավետիսյանին էլ են վերջում ես խոսքերն ասում։ Արման, հարսնասուտ քեզ նամակ գրում։ Ֆոտոն կա մոտը։ Չէ, նամակ չեմ ստանում։ Ֆոտո էլ չկա, հարսնացու էլ չկա։ Արման ջան, մենակ դու կարաս։ Ես ամեն ինչ կարամ։ Արման։ Ես էլ որորդ ռազվետ գրուպ ենք ղերգե։ Կերևա տրությունը պալաժենի է։ Это направление Туркии. Дуй смотаться. Штаба. Աբա 6-րդ ջոկատը։ 6-րդ ջոկատը ինչ։ Քորամանով են կարվելու։ Իրար հետ ենք անելու։
Պուշկին լոլայի օպերացիայով ենք ընկնելու։ Ապճան ոնց որ դու աղտեցի ես։ Իսանն էլ սպես հորետ ես կեղնի։ Իրավ աղտեցի ես։ Ռեխը տենց մեծ մի բացի։ Չէ կոչող։ Սոտով սեստեմ դες ռեխը տանի սանդոց։ Զվեցրի քլի։ Վերջացեք։ Դրեք պատրաստ է։ Կոֆե в постель։ Խմի։ 100% անոց։ 50-ը կաղին, 50-ն էլ գարի։ Բարեգոն տղեկ։ Ասկեր։ Երբ ենք սկսում։ Առավոտ։ մեզ օգնողները պետք է հետ քաշվեն։ Երրորդ գումարտակ 4-րդ ջոկատ։ Նահանջ։
Երկու մարդակ, չորրորդ ջոկատ, իմ հետևից, նահաճ։ Լավիտ գծով դիրքավորվեն։ Լավիտ գծով դիրքավորվեն։ Սպասում ենք, որ մոտենամ։ Սպասում ենք, որ մոտենամ։ Դժվար partnerն լիս փոխորձը կգարտես դժվար մա ահա բենո ահա ցավը տանը բենո դիմացի բենո ջան
Հաղթեք գիտեմ ուրիշ է պատմապ։ Մաթո։ Մաթո։ Մաթո հետ գիտեմ ուրիշ է։ Բիձա, դու ինչ կպատմես։ Կամանդիրիս, գերիչուց չինից, լսում ես մատաղը։ Եկար, մի պատրոն, կոննա, գերիչ գնիս։ Զոհեր։ Ընդամենը մի վիրով։ Հետ քաշվել։ Սաղ զոհվել է։ Ում հետ քաշվել։ Լավ, ստոպ մի րոպե, աբարանցին, աբխազին բռնաբարեց ավազին, 1, 3, 5, 7 ու աբխազը դարավ, չէ, ես ուրիշ բան էի ուզում ասել, ապա ես մեղավոր չեմ։ Այդ է Շաուլինի գլուխը ատեղ էր, արանոր, մի հատ անես լավ տեղ եմ քթել, խպտնվելու բան ապե, գժ շատ լսում եք, դու շարունակի, ապե, աշտից նոյեմբերից գալուց քեզ չորը տվել է։ Սի ապուր, ես չեմ է ոսկե պարը չենք դես։ Նոյ չեմ որ գալիս էին, թուրքեր էլի, դու շատ էիր վախենում, չեմ հասկանում դու էլ ես Արմանի նման կամանդիր։ Արցը կամանդիր է չի, կրվի տեղը դուխ ապե, դուխ։ Հա, առանց դուխ ես սաղ մի հաշիվ։ 20 հոգու էչից խպասել։ Շոշո, ես մանու դա երեխեք։ Ոնց որ չգիտես, դասերով։ Այ մարդկան չէ քյոգա Թողարկումը սկսվում է Արցախյան ռազմաճակատից ստացված կարևոր տեղեկությամբ։ Երեք հայկական ջոկատների համաձայնեցված գործողությունների շնորհիվ մեր մարտիկները շեշտակի գրոհով գրավել են հակառակորդի մի քանի կարևոր հենակետեր, որտեղից Արցախյան պատերազմի ողջ ընթացքում թշնամին կրակի տակ էր պահում հայկական բնակավայրերը։ Սկսվել է հայկական ուժերի լայնածավալ հարձակումը ռազմաճակատի ամբողջ գծով։ Անարիք թվացող այս հենակետերի գրավում նոր ռազմական փայլուն հաղթանակը հնարավոր դարձան հայտնի հրամանատար Արման Արամյանի բացառիկ հմուտ եւ անձնազոհ գործողությունների շնորհիվ։ Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ զոհվել են հատուկ ջոկատի բոլոր մարտիկները։ Հերոսի մահով ընկել է նաեւ գումարտակի հրամանատար Արման Արամյանը։ Հանրապետության նախագահի հրամանագրով հայրենիքին մատուցած ծառայության համար Արման Գևորգի Արամյանը հետմահու
քո սերն ես դու փնտրում մի խավար երկինք որ ապրում է քո հոգում դու սպասիր եւ ես կգամ